Շարունակվել է ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման առաջին ծրագիրը, մենք այնտեղ հաջող ընթացք ունենք եւ երկրորդ ծրագրի մասով, որը մեզ հնարավորություն կտա եւս 10 տարով երկարացնել ատոմակայանի շահագործման ժամկետը, այս մասով ունենք ընկած պայմանագրեր, աշխատանքը իրականացվում է օրացիային գրաֆիկին համապատասխան, իմիջիալից սա այն հարցերից է, որ հաճախ մամուլում շահարկումների առիթ է տալիս եւ կարեւոր է նշել, որ մենք գնում ենք հետեւողական երկարացման ուղղությամբ եւ վստահ ենք, որ երկարացման ծրագիրը կհաջողվի եւ առաջիկա 10 տարվա ընթացքում ատոմակայանը կշարունակի միացված մնալ մեր էներգահամակարգին։ Դա ծրագրերի խումբ է, որը մինչև 10 տարի ժամկետում պիտի իրականացվի, պայմանագրերի զգալի մասը կնքված է, աշխատանքների զգալի մասը մեկնարկել եւ իրականացվում է այս պայմանագրով։ Միասնական երթուղային ցանցը որպես հիմնական խնդրահարույց պիտի ասեմ, որ գործերը սկսել են այս ուղղությամբ առաջ գնալ, մենք Արագածոտնի մարզում նախորդ տարվա ընթացքում գործարկել ենք երթուղին հաջողությամբ աշխատում է, մեր պլանավորածից նույնիսկ ավելի մեծ թվով տրանսպորտային միջոցներ են այս պահին այնտեղ աշխատում, մրցույթը ավարտվել է նաև Արարատի մարզի եւ Գեղարքունիքի մարզի հիմնական հատվածների մասով, հույս ունեմ, որ մրցույթի նախտող ընկերությունները պատշաճ ժամանակում մատակարարումներ կիրականացնեն եւ մենք արդեն 2026 թվականի ամենակարճ ժամկետում առաջին կիսամյակում այս իմ նշած երկու մարզերում կունենանք էական փոփոխություններ։ Եվ կարճ անդրադառնամ օդային տրանսպորտին, մնացած ոլորտների մասով կարծում եմ հարցեր կլինեն, աճել է դեպի Զվարթնոց օդանավակայան եւ դեպի Գյումրիի Շիրակ օդանավակայան ուղևորների հոսքը շուրջ 7.5% հանրապետության երկու օդանավականների մասով եւ շուրջ 32.4% միայն Գյումրիի մասով։ Սա հետևանք է առաջին հերթին կառավարության վարած քաղաքականության, մասնավորապես բազավորման պայմանով ուրեմն սուբսիդավորման, ինչին արձագանքել է Վիզեյեր ավիաընկերությունը եւ ինչպես գիտեք արդեն մի քանի ուղղություններով թռիչքներ են մեկնարկել, այդ թվում նաեւ Գյումրիից դեպի եվրոպական ուղղություն։ Եթե հարցեր կան, սիրով կպատասխանեմ։